Երբ տաճարի 5 քարե կամարների տակ հնչեցին Տեր Եսայի քահանա Արթենյանի ջերմ և հոգևոր խոսքերն, օդը լցվեց մի անմոռանալի մթնոլորտով: Տեր Եսային լի հավատով ու սրտի խորքից եկող ջերմությամբ իր օրհնությունը տվեց նորապսակներին, Ռոզա Դավթյանին և նրա սիրելիին: Նրա ձայնը մեղմ, բայց վստահ հնչում էր եկեղեցու դահլիճում, միախառնվելով աղոթքների ձայնին ու մոմերի կրակների փայլին: Այս պահը լեցուն սրբությամբ ու խոնարհությամբ դարձավ նրանց կյանքի ամենավեհ պահերից մեկը: Քահանա Արթենյանի ձեռքով օրհնության պսակները դրվեցին նրանց գլխին որպես հավերժության ու հավատարիմ սիրո նշան: Նրանք ձեռք ձեռքի բռնած, խոնարհված կանգնած էին Աստծո առաջ, պատրաստ իրենց հոգիներն ու սրտերը միավորելու ոչ միայն երկրային սիրո, այլև երկնային օրհնության ներքո: Եկեղեցու հնամենի կամարների տակ, որտեղ տարիներ շարունակ աղոթել ու երդումներ են տրվել, հենց այս օրն էր, որ Ռոզան և նրա սիրելին դարձան այր ու կին: Այդ կամարներն իրենց մեջ պահեցին նրանց երդման խոսքերն ու այն սրբազան զգացմունքը, որ այսուհետ նրանք կլինեն միմյանց ապավենը թե ուրախության, թե փորձությունների պահին: Տաճարի ներսում ամեն ինչ կարծես սառել էր, մնացել էին միայն նրանց սրտերի զարկերն ու Տեր Եսայի քահանայի օրհնության մեղմ ձայնը: Այդ պահին Ռոզայի աչքերում փայլում էր անսահման երջանկություն, իսկ նրա սիրելիի հայացքում ամուր ու անկոտրում սեր: Եվ երբ վերջին օրհնությունն ու աղոթքը հնչեց, սրահը լցվեց հուզիչ լռությամբ, որից հետո հնչեցին ուրախ ծափահարություններ, ողջունելով նորապսակներին: Այս օրն ու այս պահը կմնան նրանց սրտերում հավերժ, որպես կյանքի ամենակարևոր ու սրբազան էջերից մեկը, որն իրենց ըստ կընթանա միշտ որպես հավերժ սիրո, հավատարմության և օրհնության հուշ: Դերասանուհի Ռոզա Դավթյանն այս շրջանում Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալի դերասանական կազմում է, որտեղ մարմնավորում է Անգելինային՝ գլխավոր հերոսուհուն: «Վերջին զանգը» հեռուստասերիալն այս շրջանում համարվում է ամենառեյթինգային նախագծերից մեկը: Դերասանուհին պատրաստվում է իր կյանքի ամենահիշարժան իրադարձություններից մեկին հարսանիքին, իսկ այսօր նրա նախահարսանեկան խնջույքն է սպասվում: Ջերմ և հուզիչ միջոցառում, որը կկիսե նրա մտերիմ ընկերներն ու ընտանիքի անդամները: Ռոզան Հանրությանը հայտնի դարձավ իր մասնակցությամբ «Կույր աշխարհ» հեռուստասերիալից, որտեղ նրա կերպարը սիրվեց լայն լսարանի կողմից: Չնայած նա նշել է, որ այլևս չի նկարահանվելու հեռուստասերիալներում, նրա ակտիվությունն ու ներկայությունը սոցիալական ցանցերում պահպանվում են և շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Այնուհետև նա մտքափոխվեց ու նշանադրությունից անմիջապես հետո նկարահանվեց նոր հեռուստասերիալում գլխավոր կերպարով: Դերասանուհին միայն ինստագրամյան էջում ունի ավելի քան 216 հազար հետևորդ, որտեղ նա կիսվում է իր առօրյայով, նորաձևության լուսանկարներով և անձնական կյանքի կարևոր պահերով: 2024 թվականի հոկտեմբերի 11-ին Ռոզան նշանադրվեց: Նա իր ինստագրամում հրապարակեց լուսանկարներ, չցուցադրելով ընտրյալի դեմքը, սակայն կիսվեց հուզիչ գրությամբ, որտեղ պատմեց իր կյանքի դժվարությունների, կորուստների և վերջապես սիրո մասին: Նա նշեց, որ հոր կորստից հետո գտել է իր կյանքի ամենաարժեքավոր մարդուն, ով դարձել է նրա հանգստության և ուժի աղբյուրը: Ռոզայի նախահարսանեկան խնջույքը սպասվում է որպես ուրախ և հուզիչ միջոցառում, որտեղ նա շրջապատված կլինի իր ամենամտերիմ մարդկանցով: Այս միջոցառումը կլինի ոչ միայն հարսանիքին նախորդող ավանդական արարողություն, այլև սիրո, ընկերության և նոր կյանքի սկզբի խորհրդանիշ: Միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկանաք նրա կյանքի այս կարևոր իրադարձությունների մասին և տեսնեք լուսանկարներ ու տեսանյութեր նախահարսանեկան խնջույքից և առաջիկա հարսանիքից: Բաժանորդագրվեք մեր ալիքին և տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրեք, թե արդյոք հավանո՞ւմ եք Ռոզա Դավթյանի մարմնավորած Անգելինայի կերպարը և դիտո՞ւմ եք «Վերջին զանգը» հեռուստասերիալը, թե ոչ: Իսկ մենք դերասանուհուն միայն երջանկություն ու սեր ենք ցանկանում: